Խոսքը արհեստական բանականության մասին է։ Բոլորը արհեստական բանականություն են ասում, բայց շուտ Այսինքն այստեղ որոշումը եղավ, հետո գնացիք լիցքավորվեցիք։ չէ, բոլոր նորարարությունները ես եմ անում։ Այսինքն այս եթե չվերցնես որպես գործիքակազմ, բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Մի ուղղվածություն կա, հայերեն խոսք կա, ասում են մեր դուռը թակում է։ Լուսամուտից դուրս ենք հանում, դռնից է ուզում մտնել, դռնից դուրս ենք հանում, ուզում է լուսամուտից մտնել։ Խոսքը արհեստական բանականության մասին է, որի շունչը մենք ամեն վայրկյան եւ ամեն րոպե զգում ենք, որ մտնելու է մեր կյանք, ամբողջովին փոխելու է աշխարհը, մեր կյանքը, մեր կենցաղը։ Ճանաչիր մերոնց հաղորդաշարի շրջանակներում այսօր հրավիրել եմ արհեստական բանականության ոլորտի մասնագետ Մարիամ Դիլբանդյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ճիշտ եք ասում, բոլորը արհեստական բանականություն են ասում, բայց շատ քչերն են պատկերացնում ինչը։ Շատ շնորհակալություն հրավերի համար։ Հենց խոսենք արհեստական բանականությունից։ Ոնց եղավ, որ մտակ այդ ոլորտ կամ փորձեցիք շոշափել կամ մոտեցաք, հա դրան, որ սկսեցիք դրանով հետաքրքրվել կամ զբաղվել, էլի։ Սկիզբը ինչ եղավ, այսպեսի հարց։ Արհեստական բանականությունը ասեմ, որ դեռևս 59 թվականից փորձում են մշակել, ստեղծել, եւ բոլորս մարդկային բանականությանն էինք ծանոթ, ոչ մեկի մտքով չէր անցնի, որ կգա մի պահ, երբ որ մեքենան կմտածի եւ կխոսա կամ կգործի մարդու պես։ Արհեստական բանականությունը շատ արդեն երկար տարիներ էլ արդեն շուկայում կա տեխնոլոգիական մեծ ընկերությունները արդեն ալգորիթմների եւ մարդու պես մտածելու վարքագծի մեթոդիկան, տեխնիկան արդեն հանել են վաղուց։ Ուղղակի դեռ չէր մտել մարդու կյանք, այն եկավ ChatGPT-ի տեսքով, երբ որ պլատֆորմ ստեղծեց, որտեղ մարդը նստում է կոմպյուտերի առաջ, սկսում է գրել եւ այդ կոմպյուտերը ոչ թե դու զգում ես, որ ռոբոտ է քեզ հետ խոսում, այլ քո մոտ այնպիսի զգացողություն է, թե մարդ է քեզ հետ խոսում, այսինքն մարդկային մտածողություն դրսևորեց։ Վաղուց ծանոթ էի արհեստական բանականության տարերի, դրսևորումների, տարբեր պլատֆորմներում իր դրսևորումների հետ, բայց ChatGPT-ի մուտքով ես հասկացա, որ կա մի գործիք, որը կգա աշխարհը փոխելու, այսինքն աշխարհի ընթացքը փոխելու։ Որովհետև ամբողջ մտածողությունը իր նման է մարդու մտածողության եւ իր դատան ամբողջ մարդկային դատան է, կուտակված ինֆորմացիան։ Արդյունքում, եթե արդեն մեքենան է սկսում մարդու պես խոսել, մտածել եւ երբեմն արդեն գործել, դրա արդյունքում մարդկությունը ինչ ընթացք կունենա, հենց այդ հատվածը ինձ շատ հետաքրքրեց։ Բայց ամենամեծ պատճառը եղել է, թե եթե մենք Հայաստանում ունենք մարդկային մասնագիտական ռեսուրսների սահմանափակում, ապա եթե կա մի ռոբոտ, որը կարողանում է մարդկային մասնագիտական եւ այլ ռեսուրսների գործը անել, ինչի չօգտագործել երկրի զարգացման, տնտեսության տարբեր ոլորտների առաջ խաղացման գործում։ Մեր երկրի այո, ամենամեծ մոտիվացիաս դա է եղել, որովհետեւ Ներեցեք, չմոռանաք խոսքը, այսինքն այդ սկիզբը եղավ այստեղ թե դրսում։ Կրթությունը միշտ դրսից եմ ստացել, բայց ամենամեծ մոտիվացիաս Հայաստանի շուկայում գործելու, ապա գործիքներ կան, որոնք կարող են լի սահմանափակման խնդիրը։ Բայց բուն որոշումը, այ ի նպաստ Հայաստանի տնտեսության, այնտեղ եղավ, այստեղ։ Այսինքն այստեղ որոշումը եղավ, հետո գնացիք լիցքավորվեցիք դրսում, նորից եկաք։ Սովորել, որպես ինքը որպես այդպեսին կրթության մոդել չկա, սա ձեռքով պետք է նստես, ուսումնասիրես։ Բայց գաղտնիքը բացեմ, ինչի հենց իմ մոտ շատ արագ ու լավ ստացվեց, որովհետև ես արհեստական բանականության հրամանների ինժեներ եմ ես, prompt engineer։ Ինչ է դա իրենից ներկայացնում։ Ծրագրավորողները մեքենան են սարքում,
բայց մարդն է օգտագործում այդ մեքենան։ Այդ օգտագործելը հենց օգտագործող մասն է։ Այսինքն պետք է կարողանաս լեզու գտնել, փայփայել, շոյել, որ քո ասածը։ Որովհետև սովորական մարդը, որ նստում է պլատֆորմի դիմաց, իրեն թվում է մարդու հետ է խոսում, բայց իրականում դրա հետևը ռոբոտ է նստած, որը պետք է իմանաս ինչպես է կազմված, ինչպես է ալգորիթմները սարքված, ինչպես պետք է իր հրամանները ճիշտ տաս։ Այստեղ շատ կարևոր գաղտնիք բացեմ, թե հենց ինչու իմ մոտ ավելի լավ ստացվեց եւ սահուն գնացի այդ ընթացքը, որովհետեւ աշխարհը բաժանված էր տեխնոլոգիական կրթությամբ եւ սոցիալական կրթության ինչ-որ երկու մասերի։ Չկար այդ հիբրիդային մոդելը, որտեղ սոցիալական կրթության կրողը կկարողանար հասկանալ տեխնոլոգիական կամ ինժեներական յուրահատկություններից եւ առանձնահատկություններից եւ հակառակը ինժեները պետք է կրող լիներ սոցիալական կրթության դատաբազայի։ Քանի որ ես ունեմ 3-ից ավել բարձրագույն կրթություն իմ մոտ եւ սոցիալական եւ տեխնոլոգիական, ես կարողացա հասկանալ, որ ռոբոտի մեջ լցրել են մարդկային լեզուն։ Այսինքն ինչ կրթություն եք ստացել, դա են բացեք։ Լեզվաբանական, հոգեբանական, UI UX, ծրագրավորում, այս բոլորը միասին ունեի ես իմ մեջ եւ հենց նստեցի արդեն ChatGPT մոդելը, որ արդեն հանրային էին հանել, ես հենց նստեցի, սկսեցի օգտագործել մարդկային լեզուն, բայց անմիջապես հասկացա, որ հետևը մեքենա է, որը մարդու պես չի մտածում։ Կարողացա միանգամից հասկանալ այդ մեքենան ինչպես է մտածում, որտեղ ունելի տեխնիկական կրթություն։ Դրա համար դժվարությունների մեջ են հիմա մարդիկ, որ եթե ծրագրավորող են սոցիալական կրթություն չունեն եւ մարդկային լեզվին լավ չեն տիրապետում, չեն կարողանում հրամաններ տալ, բայց հասկանում են ռոբոտը ինչպես է աշխատում։ Եվ եթե լեզվաբան են ենթադրենք նստած են մեքենայի դիմաց, չեն հասկանում ռոբոտի ուղեղը, ալգորիթմները եւ ընդհանրապես ինչպես է գրված։ Հատուկ ռոբոտը տերմին եմ ասում, որ այսպես այդ երկուսի համադրություն, ասածս ինչ է, եկել է մի դարաշրջան, որտեղ կրթությունը արդեն հիբրիդային մոդելով պետք է դրսևորվի։ Այսինքն դու չես կարող մենակ լեզվաբան լինել, եթե դու պատրաստվում ես օգտագործել արհեստական բանականություն, դու անպայման գաղափար պետք է ունենաս, թե այդ մեքենան ինչպես է աշխատում եւ հրամանները ինչպես են մտածում, կատարում։ Սա ապագայի կրթության մոդելն է լինելու։ Հայաստանի այս process-ները, այս պլատֆորմները այնքան արագ են զարգանում, օրինակ այս պահի դրությամբ 23000 արհեստական բանականության պլատֆորմ կա արդեն։ Ոչ միայն ChatGPT-ում։ Ներեցեք, որպեսզի մեր հեռուստադիտողին կամ մեր ընդհանրապես դիտողներին ավելի պարզ լինի։ Այսինքն մոտավորապես նմանվում է այն բանին, որ կա շուն վարժեցնող, որը կարողանում է այդ շան լեզուն հասկանալ, հրահանգները այնպես կատարել, որ այդ շունը դրան կատարի, եւ ասենք ամփորձ իմ նման մարդ, որը չգիտի այդ շան հետ ոնց վարվի, եւ այդ շունը կարող է չլսել, դու ինչ ասես, ինքը իր համար գլուխարնի։ Նույն կերպ, եթե դուք ունեք դրա մոտեցման ձևը, կարող եք կառավարել հրահանգները այնպես տալ, որ ինքը կատարի, եթե ես ասեմ, կարող է հակառակը անի կամ ասի չէ։ Այո։ Տարապես էս տիպ։ Կրթություն է պետք իմանալ, ինֆորմացիա է պետք իմանալ, թե որ պլատֆորմը ինչպես է աշխատում, ինչպես են գործում, ինչ դատաբազա կա դրա տակ, ինչ լեզվով է խոսակցությունը գնալու, որի արդյունքում դուք կարողանաք լիարժեք այն ինչ ուզում եք ինքը ձեզ տա։ Ենթադրենք նկար գեներացնող պլատֆորմի դիմաց եք նստած, ձեզ պետք է վերերկրային կոսմոսի նկար գեներացնել, պետք է շատ ճիշտ իմանաք, թե այդ պլատֆորմում արդյոք կա այդ դատաբազան նկարների, թե չէ։ Արդյոք երբ որ դուք գրում եք կոսմոս, ձեր կոսմոս բառը համապատասխանում է այնտեղ գրված կոսմոս բնկարի հետ։ Այստեղ շատ մեծ գիտելիքներ։ Ամենադժվարը այնքան արագ է զարգանում այս ամեն ինչը, որ նույնիսկ ես մասնագետն եմ, շաբաթ-կիրակի չեմ մտնում, չեմ ուսումնասիրում, ես հասկանում եմ, որ երկուշաբթի օրը հետ եք մնացել։ Շատ հետ եմ մնացել, շատ հետ եմ մնացել, ու ես միշտ համեմատում եմ հոլիվուդյան բլոկբասթերների հետ AI-ին, այն որ հրաշք կոստյում են հագնում, սկսում են օդի մեջ թռնել, երբ որ կարողանում ես արհեստական բանականությունը լիարժեք ձևով օգտագործել, այդ super power, հա, այդ գեր հզոր ուժ է գալիս քո վրա, ու դու հասկանում ես, որ
անհնարին ոչինչ չկա։ Սարդ մարդ է, հա։ Այո, այտենց հակուստը հակար, ճիշտ իմացար, որովհետև երբ որ առաջ ժամերով դու կոդ էիր գրում, հա, HTML, JavaScript, որտեղ օրեր գիշերներ լուսացնում էր ինչ որ interactive element սարքելու համար, հիմա դա 5 վայրկյան է տևում։ Արդյունքում, եթե առաջ տարիներով վեբսայթ էիր սարքում, հիմա 1 օրում ես սարքում դա իր շնորհիվ սրա։ Արդյունքում, երբ դիզայների ձեռը կրակն էիր ընկնում, որ մի հատ լոգո պետքա գեներացներ, կյանքիդ կեսը գնում էր, խոսում էիր, ինքը չէր հասկանում եւ այլն, դու սենց նստում ես, մտքերդ արտահայտում ես եւ ձեր լոգոն պատրաստի։ Հավաքած տալիս է։ Այս ամեն ինչ ունի իր եւ լավ կողմը, եւ վատ կողմը։ Լավ կողմը այն է, որ շատ գումար ենք խնայում, փոքր երկրների համար մեծ հնարավորություն է համաշխարհային շուկա դուրս գալու, բիզնեսի զարգացման, տեխնոլոգիական այս բոլոր պրոյեկտների ղեկավարը, բայց չտվեցին ժամանակ մարդկությանը, որպեսի ընտելանան, այսինքն մարդիկ 30 տարվա թարգմանի չեն։ Արհեստական բանականությունը իրանցից լավ է թարգմանում արդեն։ Ինչ են անելու այս մարդիկ։ Այս խնդիրը առաջնային խնդիր է այս պահին, որ մեծ տեխնոլոգիական ընկերությունները հաշվի չառան մուտքը արհեստական բանականության պլատֆորմների մուտքը դեպի շուկա մարդկանց պատրաստելու հարցը, որովհետև միայն բիզնես եկամուտ էին հետապնդում։ Շատ մասնագիտություններ ուղղակի մահացել են արդեն։ Եվ կամ էլ նոր մասնագիտություններ են առաջանում, ինչպիսին prompt engineering-ն է, հա, հրամանների ինժեներները, արհեստական բանականության, կամ կգա ժամանակ, երբ որ չի լինի մենակ բժիշկ, կլինի prompt engineer բժիշկ, որը կօգտագործի ռոբոտը, MRI-ը, հա, սկանը կարդալու, քաղցկեղը ավելի հայտնաբերելու եւ ինքը արդեն դիագնոզը կտա։ Այստեղ շատ կարևոր բաներ կան, որ մասնագետների առումով, բայց նաև ձեր ասածից ես հետևություն արեցի, որ միջին վիճակագրական մարդը, որպեսզի դրա ծառայություններից օգտվի, ինքն էլ որոշակի փորձի պետք է տիրապետի, որ կարողանա դրա լեզուն հասկանա, հրահանգները ճիշտ տա, որ ստանա իր ցանկալի արդյունքը, չէ՞։ Որտեվ եթե ճիշտ բան չտաս, հրահանգ չտաս, ինքը Երևանի փոխարեն կարող է հայտնվի Ծաղկաձորում, չէ՞։ Ճիշտն ասած, այս պահին արդեն ես դաս եմ տալիս, հրամանների ինժեների կուրսեր եմ տալիս։ Կրթության անհրաժեշտությունը տեսնում եմ, որովհետև շատ մարդիկ են դիմում ինձ սովորելու հրամաններ տալու կրթությունը արհեստական բանականության, որովհետև տարբեր պլատֆորմները տարբեր ձևով են հրամանները ընկալում, այսինքն տեքստեր գեներացնող արհեստական բանականության պլատֆորմները ուրիշ ձևի են տեքստը հրամանը ընկալում, նույնիսկ տարբեր մոդելներ տարբեր ձևով են ընկալում։ Նկար գեներացնողը ուրիշ, ձայն գեներացնողը ուրիշ, վիդեո գեներացնողը ուրիշ։ Այս անհրաժեշտությունը կա եւ արդեն սկսել ենք մեր դասընթացները, հուսով եմ որոշակի փոփոխություն կբերենք, կրթությունը կտանք եւ բոլոր ոլորտներում, սեկտորներում դինամիկա կնկատենք զարգացման կրթությունից հետո։ Այստեղ շատ կարևոր է, որ կային ոլորտներ, որ շատ թանկ էին ու անհասանելի Հայաստանի համար, օրինակ վիդեոներ ստեղծելու, կինոներ ստեղծելու, ընդհանրապես այդ ինդուստրիան թանկ ինդուստրիա է։ Ի շնորհիվ արհեստական բանականության վիդեո գեներացնող մոդելների կարողանում ենք այնպիսի կոնտենտ ստեղծել, օրինակ հայկական մուլտֆիլմներ ենք մենք սկսել արդեն ստեղծել, որտեղ կերպարները բոլորը հայկական ծագում ունեն, դեմքի ֆիչերները, հա, գծերը հայկական։ Մեր կամպանիայում մենք ունենք հայերեն տեքստ գեներացնող, այսինքն տեքստը տալիս ենք ձայնա գեներացնում եւ շատ բնական մարդու ձայնով եւ հակառակը ձայնը տալիս ենք տեքստ է սարքում։ Շատ վտանգավոր ուղղվածություն։ Չի ասի, որովհետեւ նկատի ունեմ մենք շուկա չենք հանել իհարկե մեր հարևանների պատճառով, որ կլոնավորումը եւ deepfake-ը չլինի շատ բոթերով, բայց կարողանում ենք հրաշալի վիդեոներ ստեղծել։ Այսինքն իմ ձայնը կլոնավորված է արդեն, այնտեղ մուլտիկի երեխեքից մեկի ձայնը իմ ձայնով է գնում, որտեղ անմիջապես տեքստը ինձ ստուդիա պետք չի, որ գնամ ձայնագրեմ, ինձ մոնտաժող պետք չի, անմիջապես ձայնը գեներացվում, հրաշալի կարողանում է վերարտադրել հայկական հնչյունները, կետադրությունը եւ այլն։ Եվ այս ամեն ինչը կատարվում է մի կոմպյուտերի դիմաց նստած, որտեղ ընդհանրապես պետք է մուլտիկի սցենարը գրել,
AI տեքստ գեներացնող AI-ով մուլտիկի սցենարի վերցնել, գնալ նկար գեներացնել, այդ նկարը 40 հատ գեներացնել նույն կերպարը, հետո տանել վիդեո գեներացնել այդ նկարից, հետո մի հատ էլ ձայն գեներացնել, դնել այդ երաժշտությունները։ Ամեն ինչ գեներացնել։ Հետո բոլորը լցնել իրար, խառնել, այո, մի հատ էլ մոնտաժող AI կա, այսինքն որ այս ամեն ինչը լցնում ես, ինքը արդեն դասավորում, դնում, կտրում եւ այլն քեզ է տալիս։ Արդյունքում, այսպես թվերով ասեմ, որ ավելի հիշելի լինի, 5 միլիոնանոց մուլտիկը սարքում ենք 1 օրում 3 ժամում։ 5 միլիոն արժեքն է։ Արժեքով։ 2 դի։ Եվ մաքուր որակով եւ այլն։ Այս շատ կարեւոր հարց էր։ Ուզում եմ փոքր խոսել անցյալ տարվա նորարարություններից, որ մեր ինկուբատորում, արհեստական բանականության ինկուբատորում կարողացանք ստեղծել։ Մենք կարողացանք հայկական 5 կինոների ձայների կլոնավորում անել, Ֆրունզիկի ձայնը, Սոս Սարգսյանի ձայնը։ Suren Jan, despite all our sympathy for that man, it is a bit difficult to call him wise, if not impossible. And if the city thinks Suren is a lightweight, then in some sense, that is fair. This is a cake. This is no ordinary cake. This cake is made in the factory that has been run for many years by Suren's younger brother, Romeo. This is Romeo's wife, Medea. And this is their son, Hamlet. Here is Suren's mother. At first glance, she has no reason to be unhappy with her fate. But only at first glance. Prolonged Suren's bachelor life. Տղամարդիկ կինոն ոսկեցելիկը նույն դերասանների ձայնով անգլերեն դաբինգով կարողացանք նաև կինոն այնպես թարգմանել, որ մոտիկ լինի անգլերենի եւ հումորին եւ իդիոմաներին եւ հենց դերասանների ձայնով վերարտադրել ու դնել, այսինքն անգլերեն դաբինգները, որ անգլերեն դժվար կխոսեր, հիմա անգլերեն խոսում է։ Խոսում է հենց դերասանների օրիգինալ ձայնով։ Մտահղացումն է, թե ինչ որ մեկը պատվիրում է։ Չէ, բոլոր նորարարությունները ես եմ անում, որտեղ ես եմ ծանոթ բոլոր պլատֆորմներին, այսինքն այստեղ թարգմանչական ծրագիր էր պետք, որ կկարողանար կինոյի նրբերանգները, հումորը, ամեն ինչը թարգմանել, AI-ով են գեներացրել, հետո կինոյից պետք է ամբողջ սկրիպտը խոսակցություն թղթի վերածվեր, որ հետո թարգմանության գնար։ Էդի արդեն մեր AI-ով հայկական կինոն անմիջապես 1 ժամանոց կինոն տևում է 15 րոպե սաղ թղթին վերածելու համար, հայերեն տառերով։ Հետո այս թուղթը գնում է արդեն թարգմանվելու անգլերեն։ Հետո անգլերենով արդեն voice-ը ձայնը կլոնավորվում է, ենթադրենք Ֆրունզիկի, ու այդ կլոնավորված ձայնով ձայնը վերարտադրվում անգլերենով։ Հրաշալի էր։ Եվ այսպես բոլոր մուլտիկները, կինոները հին արժեքավոր մենք արդեն անգլերենն ենք թարգմանել։ Երկրորդ մեծ արարությունը, որ ինձ համար շատ մեծ դեր ունի, դա համաշխարհային գրքերի եւ չթարգմանված անհրաժեշտ գրքերի թարգմանությունն է հայերենով։ Օրինակ մենք ունենք տնտեսագիտության համալսարան Ժող ինստիտուտը, հա, քանի տարի է, 80, չգիտեմ, մոտավորապես 70 տարի, առաջին 2 տարում անցնում են Ադամ Սմիթ, տնտեսագիտության հիմունքները, հայերեն չկա, ռուսերենով կամ անգլերենով, 18 տարեկան հայ երեխան, ինչքան պետք է անգլերեն եւ ռուսերեն տիրապետի, որ կարողանա Ադամ Սմիթի տնտեսագիտության հիմունքները օտար լեզվով այնպես կարդա, որ հասկանա, մի հատ էլ մասնագիտություն ձեռք բերի։ Դուրս է գալիս 95%-ը 4-րդ կուրսի վերջում, այսպես կիսա էփված, կիսա մասնագետ են դառնում։ Շնորհիվ մեր կամպանիայի նորարարության մենք կարողացանք Ադամ Սմիթը օրիգինալին շատ մոտ 90 քանի տոկոսով թարգմանել հայերենով։ Շուտով բանկանենք։ Մեր կամպանիայում Ֆրեյդը, Յունգը բոլորը թարգմանել ենք արդեն Ֆրոմը համաշխարհային գրողներին եւ նորությունները անմիջապես թարմ նորությունները հայերենով հասանելի ենք դարձնում բոլորին։
Այս երկրորդ մեծ արարություն։ Այսինքն դա վաճառելու եք, թե տրամադրելու եք։ Եվ հանրային վաճառելու ենք եւ հանրային անվճար դնելու ենք վեբսայթի տեսքով, որտեղ բոլոր նորությունները CNN, BBC, Forbes, բոլորը անմիջապես հայերենով պետք է թարգմանվի եւ հասանելի լինի հայ ընթերցողին եւ հակառակը Հայաստանում տեղ ունեցող ամեն ինչ թարգմանվելու է անգլերեն անմիջապես եւ հասանելի լինի դրսի ժողովրդին։ Այս շատ մեծ ձեռքբերում է, այսինքն մենք հետ չենք մնա աշխարհից։ Կարևոր եւ կրթական մոդելով եւ այլն։ Իսկ ինչ մեխանիզմով դրանք պիտի հասցվեն։ Ասենք թարգմանեցինք լավ, բայց գործիքը ո՞նց է։ Վեբսայթի տեսքով է լինելու, այսինքն վեբսայթ է բացվելու, որտեղ թարգմանված հոդվածները տեղ են լինելու, գրականությունը, գրքերը, մասնագիտական գրականությունը եւ թվային է լինելու եւ արդեն գրքի տեսքով է լինելու հանրային մաչելի բոլորի համար եւ գրախանութներում եւ ֆակուլտետներում եւ համալսարաններին հասանելի կլինի։ Շատ եմ ուրախանում, որովհետեւ եթե ուզում ենք զարգանանք, պետք է կրթվենք ազգովի։ Իսկ կրթությանը հասնում ես քո սեփական լեզվով։ Ես այս օրինակը միշտ բերում եմ ու սիրում եմ այս օրինակը։ Երբ որ Ճապոնիայի վրա ամերիկան ռումբ գցեց, շատ աղքատեր իմպերիալ երկիր էր, հազիվ պատերազմից վերականգնվեց Ճապոնիան, ինչ որոշեցին, որ ամբողջ գրականությունը աշխարհի գիտելիքը ճապոներեն պետք է թարգմանեն։ Եվ ճապոներեն թարգմանեցին աշխարհի գիտելիքը, եւ ճապոնացին սկսեց կրթությանը հասանելի լիներ իր սեփական լեզվով։ Եվ անմիջապես իր շնորհիվ դրա զարգացում ապահովեց, տնտեսակ ամեն ինչի զարգացում ապահովեց։ Իսկ Սինգապուրն ինչ արեց։ Սինգապուրը որոշեց, որ անգլերենը երկրորդ լեզու ընդունի եւ պետական լեզու ընդունեց, այսինքն դպրոցներում հավասարաչափ անգլերեն էին անցնում, որպեսզի զարգացում ապահովի։ Սինգապուրն էլ ապահովեց զարգացումը։ Ի տարբերություն Ճապոնիան, բայց դրանի բացի այդ թարգմանություններից նաև պետք է բարի կամք լինի, պետք է ձգտում լինի, որ ոնց իրեն, այսպես ասած, բացատրես, շահագրգռես, որ մոտիվացիան։ Այո։ Հիմա ինչ արեց։ Ճապոնացին թարգմանելով բոլոր աշխարհի գիտելիքները ճապոներենով պահեց մտածողությունը լեզվական, հասանելի դարձրեց աշխարհի Ինչը շատ կարևոր է։ Այո։ Հիմա Սինգապուրը ազգային իդենտիֆիկացման խնդիր ունի, որովհետև սկսել են անգլերեն մտածել, որը բանի առաջ է։ Եթե մենք կարողանանք համաշխարհային գիտելիքները հայերեն թարգմանել, մենք կպահպանենք մեր ազգային ինքնությունը, լեզվամտածողությունը, նաև որը իսկ չենք ընկնի այսպես Սինգապուրը, այդ շատ մեծ շատ հետաքրքիր հարց տվեցիք մոտիվացիան ոնց ենք դրթում, որ մարդիկ սկսեն գիտելիք յուրացնել։ Ճիշտն ասած դժվար հարց է։ Ժամանակակից տեխնոլոգիայի աշխարհում սոցիալական մեդիաները, TikTok-ը, Instagram-ը եւ այլն սկրոլինգի վրա ենք, ասած։ Որտեւ խոսքը չմոռանաք, որտեւ ինչքան ուզում ես դու թարգմանի, ինչքան ուզում ես բեր մատուցի սկուտեղի վրա, եթե մարդը չուզեց զարգանալ, ինքնակրթվել, հա, այդ գնալ այդ ուղղությամբ։ Մենք այդ հարցը շատ քննարկեցինք եւ եկանք այն եզրակացիան, թե մարդը օրվա ընթացքում որ պլատֆորմներից է ինֆորմացիա վերցնում թվային սոցիալական մեդիայից։ Միգուցե ամբողջ գիրքը չկարողանանք վերածել սոցիալական մեդիայի ինչ-որ վիդեոյի կամ պոստի, բայց կկարողանանք գրքից մի հատված վերարտադրել, այնտեղ գեղեցիկ փաթեթավորել, որտեղ մեր երեխաները, մեր ուսանողները կհանդիպեն այդ հատվածին, շատ դժվար է լինում առաջին ընթացքը, կտեսնեն, որ հետաքրքիր բան է եւ կփորձեն խորանալ, այսինքն մոտիվացիան փոխվել է թվային հարթակը, որտեղ որ մարդը անցկացնում է իր ժամանակը, հենց այնտեղ պետք է գիտելիքը մատուցես։ Այնտեղ փոքր քանակությամբ գիտելիքը մատուցում ես, հետո ասում ես, «Էս էլ մեծ գիրքն է, կուզենաս կարդալ սրա մասին»։ Դե ես հենց եմ պատկերացնում, այսինքն այդ մասին պետք է խոսվի, պետք է բարձրաձայնվի, պրոպագանդվի, հա, ինչ-որ որ մեր զարգացման հիմքում, հեռանկարում սա է, եթե ուզում ես առաջադեմ դիրքեր գրավել եւ երկրում եւ աշխարհում, պետք է զարգանալ, պետք է ինքնակրթվել, գնալ այդ ուղղությամբ։ Շատ կարևոր։ Որը նախաբանում ասեցինք, մեր դուռը թակում է։ Այսինքն էս եթե չվերցնես որպես գործիքակազմ, դու վաղը հետ կմնաս, որտեվ այդ բանականությունը արդեն բայց կրթվելը հասանելիությունը քո հայրենի լեզվով շատ կարևոր խնդիր է, որ մինչև հիմա լուծված չէր։ Երբ որ հասանելի կդարձնենք, արդեն
կսկսենք այդ հարցով էլ աշխատել, այսինքն գիրք կարդալու մակարդակը տոկոսայնությունը շատ է իջել։ Ես չնայած թվային աշխարհի մարդ եմ, բայց օրը 30-ից 50 էջ կարդում եմ։ Հենց գիրք, որովհետև դա է իմ միակ զարգացման աղբյուրը։ Ոչ մի թվային պլատֆորմ ինձ չի կարող այնպես կրթել, ինչպես գիրքն է։ Այս շատ կարևոր թեմաներ են եւ եթե նայենք 2-3 տարվա կտրվածքով, եթե կարողանանք գոնե կարդալու աստիճանը 50%, այնպես ինչպես սովետի ժամանակ էր բարձրացնել, մենք արդեն կունենանք կիրթ հասարակություն, որը կկարողանա ամբողջ տնտեսության բոլոր ոլորտներին օգուտ տալ։ Միակ ճանապարհը կրթությունն է եւ միջոցները, որով դու հասանելի ես դարձնում այդ կրթությունը։ Շատ կարևոր են այս հարցերը, այսպես զարգացման Հայաստանի զարգացման բանը տեսլական։ Իմ ամուսինը միշտ խնդալով ինձ ասում է քնում ես Հայաստանի մասին ես մտածում, վերես կենում Հայաստանի մասին ես մտածում, չնայած երկու փոքրիկ երեխաներ ունեմ, բայց այսպես ինչ որ նորարարություն եմ բացահայտում, վազելով գնում եմ ու գիտես, ես ասենց եմ արել, երեխեքին լվացել ես, երեխեքին կերակրել ես։ Մի շատ կարևոր թեմայի մասին եմ ուզում խոսեմ, հայ աղջիկների զբաղվածության, տնտեսության զարգացման եւ ընդհանրապես մեր ներդրումը ինչպիսին է, հա։ Նժդեին շատ եմ սիրում, ասում էր ազգը պետք է բանակ դառնա, հա։ Նժդեի ժամանակ երբ զենք էիր վերցնելու, հիմա կռվի միջոցը փոխվել է, հա, թվային աշխարհ է վերադարձել եւ աղջիկներս այստեղ շատ մեծ հնարավորություն ունենք զինվոր դառնալու գիտելիքով։ Դրա համար կարևոր չի երկու երեխայի դրես, ամուսնացած ես, աղջիկ ես, շատ գործեր ունես, բայց պետք է մենք հայ կանայքս մեր մտավոր կարողությունը միշտ հարմ պահենք եւ մոդել ծառայենք բոլոր մյուս կանանց համար էլ, որ դու էլ կարող ես նորարար լինել, դու էլ կարող ես օգնել սրան, դու էլ կարող ես այսպիսի բան բերել, որը կապահովի քո երեխայի ապագա հասարակություն, պաշտպանվածություն է, այսպես ասած։ Բայց դրա համար նաև պետք է նախնական ինչ-որ ծրագիր, ինչ-որ ուղղվածություն, հա, ինչ-որ դերաբաշխում, որ չստացվի ինքնահոսի ով ինչ վերցրեց, փորձեց անել, էլ։ Իրականում մոդելներ չունենք, սենց ասեմ։ Ես բիզնես ոլորտում եմ հիմա, ամբողջը տղամարդիկ են։ Մենակ ես եմ քին բիզնեսմեն այնտեղ։ Դրանով է պայմանավորված, որ մեր հայ կանայք ռիսկի չեն գնում, որովհետև շատ պարտավորություններ ունեն ու չկա միջավայրը, որտեղ կմտնեն եւ կզարգանան։ Այսպես շատ պայքարի մեջ ես մտնում, որ դու քեզ որպես բիզնես woman կայացնում ես, որովհետև առաջինը սովոր չեն կինը բիզնեսի մեջ որոշում ընդունող, ինձանից լավ է որոշում ընդունում, ինձանից լավ է լուծում, այդ ստերեոտիպը կա։ Դե մի քիչ կա այդ, հա, մշակույթը, բայց կան կին բիզնեսմեններ։ Շատ քիչ են։ Հիմնական տուրիստական կազմակերպությունների տնօրեններն են։ Արտադրություններում էլ կան։ Եվ արտադրություններում գլոբալ հարցերում շատ դժվար է ինձ համար, ասես մտնում եմ շատ տղամարդիկ են նստած։ Ուղղակի էս ինժեներական, հա, ճարտարագիտական այդ ոլորտը երևի կանայք քիչ են ներգրավված, բայց այլ ոլորտներում կան, ես չի ասում։ Նորարարությունների եւ ընդհանրապես այս խառը բիզնեսների մեջ շատ քիչ հայ կանայք կան, որ որոշում ընդունողներ են բորդի մեջ, այսպես ասած, կամ բիզնես զարգացողներ։ Մի քիչ մեծ սերնդի բիզնեսմենները շատ խորթ են նայում ինձ, այսով եկել ինձ բան ասովորացնում։ Ես, գիտես, այսպես։ Բայց երիտասարդները շատ ավելի բաց են, հասկանում են, որ այն solution-ը, հա, այն լուծումը, որ ես առաջարկում եմ, ոնց որ խելքին մոտ է ու ահագին գումար ես խնայում ու ահագին հեշտ է իրան իրականացնել։ Չմոռանանք, որ մենք կանայքս, քանի որ երեխա ենք մեծացնում, այդ խնդիրներ լուծելու, փոքր խնդիրներ լուծելու հմտությունն ենք զարգացնում, հա, կրեատիվությունն ենք զարգացնում, ոնց անենք արագ, արդեն տղաս հելելա չգիտեմ որտեղ, ես պետքա ինչ որ արագ բան մտածեմ, որ իր ընկնել ընդից կանխարգել է։ Զբաղվածությանը զուգահեռ նաև հետևեմ։ Ես միշտ խնդալով ասում եմ իմ 4 վերջույթները աշխատում են, որովհետև երբ որ երեխան ընդից ընկնում է պետք է ոտով ինչ որ բան անես, ձեռքով ես։
Միշտ այդ ակրկիր նորարարությունները հենց այդ ֆորս մաժորային իրավիճակներում են իմ մոտ ստեղծվում։ Դայակը հիվանդանոցում պարկած էր, պատկերացնում եք, առանց դայակի այդքան գործ վրես ու սենց որ նայում եմ լվացքին, սենց սար լվացք էր հայտնվել շաբաթ օրը ու նայում եմ պրոյեկտներին կոմպյուտերին, լիքը պրոյեկտ պետք է իրականացնեմ։ Անհանգիստ վիճակա մոտս եւ այլն, սենց մեկ էլ պայծառացավ միտքս, ասեցի, այդ հրամանները կարամ կոդի ձևով գրեմ, կոմպյուտերը ինքը իրան հրաման կտա, նստեցի 1 ժամ սաղ կոդը գրեցի մեջ, լցրեցի հրամանը, սկսեց կատարել, ես իմ լվացքը սիրուն ցալեցի, դրեցի դարակներում։ Այսպես, այո, կանայք շատ վճռորոշ դեր կարան կատարեն, եթե մասնակցեն ընդհանուր ամեն ինչին, հա, այդ բիզնեսին, կամպանիայի տեր լինելուն, այս ամեն ինչին պետք է որ կին ընդգրկված, որտեղ մենք ունենք հետաքրքիր մտածողություն, որ շատ հատուկ չի տղամարդուն, կյանքի բերումով, հա, այդպես ասեմ, ֆորս մաժորային իրավիճակներում խնդիրները լուծելու առանձնահատկությունում այս շատ հատուկ է, եւ նկատել եմ, որ Հայաստանում համասարանում թեկուզ կանայք շատ ավելի լավ են սովորում, քան տղաները, որի արդյունքում կինը յուրացնում է ամբողջ գիտելիքը, ամուսնանում եւ տունն է մնում, այսինքն փոշի է նստում իր գիտելիքի։ Այն տղան, որ հազիվ լիկվիդներով մի կերպ սովորեց, ավարտեց։ Լավ, հիմա բացարձակ այն մյուս ծայրահեղությանը չգնանք, եկեք ընդունենք ձերեի գիտություն, հավասարաչափ բաշխենք կամ որոշակի այդ մենտալիտետը պետք է չհեռանանք։ Հիմա տղամարդիկ սկսեն զանգել ես, գարնանային տոներին ընդառաջ բերել է, հրավիրել է հյուր ու հնարավորություն տվել։ Դե հա, ամեն ինչ չափի մեջ, հա, պայմանավորվենք։ Ամեն ինչ չափի մեջ, բայց քանի որ ունենք գոյության կռվի խնդիր, շատ քիչ ենք մնացել ազգովի, պետք է բոլորս մի հարցի շուրջ գնանք, ինչպես անենք, կին թե տղամարդ, որ ինչ որ բանով օգուտ բերենք, մեր մասնագիտականով, մեր պահվածքով, մեր ամեն ինչով։ Էսը, հա, մի քիչ ավելի մեծ նպատակ դնենք մեր առաջ։ Իմ ֆունկցիոնալությունը չի վերջանում մենակ երեխա պահելով այդ րոպեին, իմ ֆունկցիոնալությունը վերջանում է, չի սկսվում է եւ չի էլ վերջանա, ինչպես անեմ, որ սիստեմներին օգուտ տամ, ինչպես անեմ, որ բացի երեխայիս ուտելիքից նաեւ իմանամ որն է լավ ուտելիքը։ Հասկանալի է, ձեր ասած հենց ազգ բանակ այդ բանով, ասենք կանայք կարան ունենան իրենց պարտականությունների շրջանակը, հա, որոշակի գործառույթներ, հենց թեկուզ համակարգչով, ես չգիտեմ, էլ չխորանանք, հա, այդ անելիքները անեն, նույն այդ հրահանգները տալու սահմանային այդ մասերում ով ինչ անի, լիքը բաներ կա, որ ուղղակի կարելի է անել համակարգված, որ սպոնտան բնույթ չկրի, էլի, ով ուզենա վերցնի այդ հակերությունը անի, կարող է վնաս տա, չէ, օգուտի փոխարեն։ Դա լինի համակարգված, որ ինչ որ բաներ ինչ որ գործողություններով օգուտ տալու է։ Հետաքրքիր մի բան եմ ուզում ասել։ Հետաքրքիր է, երբ որ ես եմ մտածում, ոչ մեկի կողմից համակարգվածություն չեմ ակնկալում, որովհետև եթե պետությունը կամ կրթական համակարգները կարողանային դա անել, կանեին։ Նշանակում է կարողությունը մեր պետության համակարգներ ստեղծելու ի վիճակի չեն։ Անհատով է սկսվում, հետո համակարգ դառնում։ Ես հասկացա, ձեր ասածը ընդունում եմ, բայց կարող է լինել անձ, որը դա կարող է անել որակյալ, հա, բայց անձ, որը կարծելով, որ ինքը արդեն վերջին ստադիայում է, որ հիմա կդնի ես այդ սաթելայթը կօգտագործի, հա, ձեր ասած, ու մեկ էլ այդ հրթիռը կգնա չեմ ինչ կանի, բայց կարող է հակառակը չէ լինել։ Դե հակեր լինելը հեշտ գործ չեն կարող։ Ում ասել այդ վստահությունը լավ բան է, բայց երբեմն դա կարող է այդ Ոյ, մի հատ դեպք եմ ուզում ես խակերության, չգիտեմ ժամանակը հերիքում է թե չէ, պատմել։ Մի հատ խակեր որոշել էր, որ ինքնաթիռների ծրագրերի ապահովությունը ստուգել, հենց այն ինքնաթիռի մեջ էր նստել, սկսել էր խակերություն անել ինքնաթիռի ծրագրի վրա։ Այնքան սխալ էր արել, որ հենց այդ ինքնաթիռը ընկավ ջուրը, ինքն էլ մեջը։ Ես ինչ էի ասում։ Շատ հետաքրքիր է այդ կինո, ֆրանսիական կինո էր եւ իրական դեպք է։ Այսինքն Հիմա մենք գալիս ենք պատմություններին, որը ես խնդրեմ, որ պատմեք Հայաստանի եղանակի հետ կապված։ Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, շատ, չնայած ամուսնացել եմ կանադացու հետ, որը իռլանդացու հայ խառնուրդ է, երեխաներս ստեղ են ծնվել, ստեղ են մեծանում,
բայց մի հատ զգացողությունն էի, ուրեմն Կանադայում շատ ցուրտ է, -35-30։ Մի քանի օր առաջ որ ձյուն էր եկել, նույնիսկ դպրոցները փակվեցին այստեղ։ Ես չկարողացա այդ post-ը չդնել Facebook-ով, որ գիտեք, սպիտակ բան է երկնքից է գնում։ Երևի աստվածները իրանց մարոժնիները փախփախները ներքև են գցում, չէ, սա ձյուն է, որի վրա կանադացիները շորտիկներով բարբեկյու են անում, մի վախեցեք եւ այլն։ Ինչ եմ ուզում ասեմ, որ տեսել եմ ես, ինչ որ sense բաներով չէ սպիտակ ինչ որ։ Կանադական խաղերը շատ խնդալու էր այդ հատվածը, բոլորը ծիծաղեցին ուրախացան, բայց ուզում եմ ասեմ, որ Հայաստանը հրաշք դրախտային տեղ է, որտեղ 4 եղանակները իրենց բոլոր գեղեցկությամբ դրսևորվում են։ Իսկ թվում է թե հա Ամերիկան լավ տեղ է, Կանադան լավ տեղ է, բայց այնտեղ 8 ամիս ձմեռ է վայելում։ Այն 3 ամիսը մի քիչ լավանում է, դու նորից ձմեռն է գալիս։ Այնպես որ ես ասեմ, որ մեր երկրից լավ տեղ աշխարհում չկա։ Ինձ համար որ այդ 4 եղանակները իրանց բոլոր դրսևորումներով բոլոր վայելում եմ ես ուղղակի։ Բոլոր առումներով Հայաստանից լավ տեղ աշխարհում չկա։ Մեկ էլ հայոց լեզուն։ Լեզվի հետ կապված։ Շատ եմ սիրում հայոց լեզուն։ Ճիշտ է, շատ օտար բառեր օգտագործեցի ու ներողություն եմ խնդրում դրա համար։ Դա մասնագիտական է։ Մասնագիտական, բայց երբ որ դրսում երկար չեմ խոսում հայերեն, ինձ թվում է խեղդվում եմ կոկորտից, այստեղս բռնում եմ։ Մեր հայերեն, ես էլ ասեմ, ուրեմն մեր հայերենով բարձել են, որ հայերեն խոսացող մարդու ուղեղի ակտիվությունը շատ կարևոր բան եմ ասում։ Ակտիվացնում է այն հատվածները MRI-ի, որտեղ երաժշտական եւ մաթեմատիկական լուծումներ նվագելուց եւ լուծումներ անելուց այդ հատվածն է ակտիվանում։ Այսինքն մենք մեր երեխաներին հարստություն ենք տալիս հայերեն խոսալով, նախապատրաստելով ուղեղի նեյրոնային ակտիվությունը այդ հատվածում, որ հետագայում երբ որ երաժիշտ կամ մաթեմատիկոս դառնան, արդեն այդ նեյրոնային կապերը այնտեղ ստեղծվել են։ Այսպես դրա համար հայերեն խոսելը ինձ համար շատ կարևոր է, այսպես որ փոքրենք այսինքն ոնց է եկել է դրան այդ եզրակացը։ Ուսումնասիրել եմ։ Հա։ Այսինքն դա ինչ որ ի վերուստ, հա։ Հոլանդիայի Max Planck-ի psycholinguistic լաբորատորիայում ուսումնասիրում են հնագույն ուղեղ լեզուների MRI activity-ները ուղեղի հատվածներին։ Արևելահայերենը ամենահնագույնի մեջ է մտնում։ Փորձառություններով գիտական հիմնավորումները կան, հիմնավորումները լաբորատորի ուսումնասիրություններով բերում են նրան, որ այդ ամեն ինչը հետաքրքիր է, որ մենք մեր մասին շատ քիչ բան գիտենք, քան մյուսները ուզում են մեր մասին ուսումնասիրեն եւ հայտնաբերեն, այսպես շատ հետաքրքիր է։ Եվ ուզում եմ ասեմ, որ տղաս իմ երեխաները 3-ից 4 լեզու խոսում են տանը։ Տղաս ֆրանսիական դպրոց է գնում, 4 տարեկան է, եկավ տուն ու ասաց. Նախադպրոց։ Հա, գարդորի են ասում ֆրանսերեն։ Եկավ, մամ, ես 2 անուն ունեմ։ Սենց ֆրանսիացի, ի՞նչ։ Հա, մամ, աղամ եւ արամ։ Ասում, բայց ո՞րն է ճիշտը։ Անունը ինչ է։ Արամ։ Արամ։ Բայց ֆրանսիացիները ռեին ռեն։ Աղամ թե աղամ։ Արամ, հա, ես արաբ հասկացա, արամ։ Աղամ թե արամ։ Այսպես մեկ էլ աղջիկս էսել ասեմ, աղջիկս էլ ամուսնուս ազգանն է Էլիոտ, Էլիոտ։ Ուրեմն աղջիկս 7 տարեկան է, եկավ մամ, ասում եմ, ինչ։ Ասում եմ, մամ, կարանք նենց անենք, որ հիմա եթե Էլի 7-ը Էլիոտ։ Մյուս տարի էլի 8 դնենք։ Եկամից ամ տարիքը համազգանունը կլինի մեկի մեջ։ Ես երևի ամուսնուն ճանաչում եմ, ստարտափերով զբաղվող, հա։ Հա, ես ուրեմն հանդիպել եմ։ Հա, հասկացա։ Հայաֆիկացրել ենք լավ։ Հա, չէ, ես այդ բանում հանդիպել եմ իր հետ, հենց ստարտափերի հետ կապված։ Այսպես, չգիտեմ, խառը խոսեցի կներեք։ Չէ, նորմալ է։ Բայց ուսում եմ ինչ-որ բան ասեցի, հետաքրքիր։ Ըստ իս էլի լիքը բաներ կար, որոնց մասին կարելի էր խոսել, եւ ավելի լայն եւ ավելի երկար, հա, բայց հետեւություն անենք, միգուցե այլ հաղորդումներ էլի նյութ կլինի,
որ նաև մեր դիտողներին ասենք, հա, հեռուստադիտողներին, թե ինտերնետով դիտողներին, որ այս արհեստական բանականության առումով շատ մեծ թռիչք է սպասվում, ըստ իս եւ աշխարհում, եւ մասնավորապես Հայաստանում։ Փորձենք այդ մեսիջը, այդ հաղորդագրությունը ուղարկել մեր լսողներին, դիտողներին, որ փորձեք հնարավորինս արագ ադապտացվել այդ աշխարհին, փորձեք հնարավորինս գործիքակազմին տիրապետել, որովհետև ինչպես մեր հյուրը Մարիամ Դիլբանդյանը ասեց, շատ մոտ ժամանակներս անհրաժեշտություն է լինելու եւ որպեսզի եւ սպառողը կարողանա օգտվել այդ գործիքակազմին, որտեղ այդ պահանջները, այդ խնդիրները դնելու այդ բանականության, հա, այդ ռոբոտ ասվածի դիմաց եւ նաեւ օգտվողները, ովքեր իրենց բիզնեսում կամ իրենց տնտեսության մեջ փորձելու են կարողանալ դրանից օգտվել, ավելի զարգացնել, ավելի արդյունավետ դարձնել դրանց կիրառությունը տնտեսությունում, կենցաղում եւ ընդհանրապես եւ բիզնեսում։ Այս դրական նոտայով ավարտենք, շնորհակալություն, շատ ինձ թվում է խորը եւ ահագին տենց ծավալուն, որը դեռևս բերելու է որոշակի հետևությունների, որոշակի եզրահանգումների եւ նաեւ այս հաղորդագրությունը, մեսիջը շատ ճիշտ բառ է այստեղ, այդ մեսիջը հաղորդենք մեր դիտողներին եւ լսողներին, հետևություններ արեք, փորձեք զարգանալ այդ ոլորտում։ Շնորհակալություն, ցտեսություն, ինչ նոր հանդիպում եթերով։